Ադրբեջանական մամուլը շարունակում է վստահաբար պնդել, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին Դուշանբեում Իլհամ Ալիևին մատնել է Վլադիմիր Պուտինը, ընդ որում, ըստ տեղեկությունների, Ռուսաստանի նախագահն Ալիևի առջև բացահայտել է Մեհդիևի գործակալական ցանցը։ Մեհդիևի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ, ոչ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, ոչ գլխավոր դատախազությունը դեռևս այդ տեղեկությունը պաշտոնապես չեն հաստատել։ Հայտնի չէ, թե նրան կոնկրետ ինչ փաստական մեղադրանք է առաջադրված Բաքվի լրատվամիջոցներին սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե նախկին եւ գործող պաշտոնյաներով բոլորը բոլորին մատնելու եւ Իլհամ Ալիևին հավատարմության երդում տալու մոլուցքի մեջ են։ Իրավիճակի շուրջ որևէ մեկնաբանություն չի արել նաև Իլհամ Ալիևը, թեև ներքաղաքական ճգնաժամն ակնհայտ է, դա հիմք է տալիս ենթադրելու, որ Ալիևը Պուտինից տեղեկություններ չի ստացել, պարզապես առիթն օգտագործում է, որպեսզի աֆգան ախոռները մաքրի եւ բյուրեղացնի նոր համակարգ, որը լռելիայն կընդունի Ադրբեջանում ժառանգական իշխանություն հաստատելու ծրագիրը։ Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում դա թերևս կլիներ օպտիմալ սցենար, այդուհանդերձ չպետք է բացառել, որ օգտագործելով Ալիևի քինախնդիր բնույթը, նրան ներքաշել են ծուղակի մեջ։ Չափազանց արտառոց է, որ ռուսաստանյան եւ թուրքական մամուլը չի անդրադառնում Մեհդիևի կալանավորմանը, Ադրբեջանում զինված պետական հեղաշրջման փորձին։ Մանավանդ որ Բաքվի գրեթե բոլոր լրատվամիջոցները Մեհդիևի իշխանազավթման ծրագիրը կապում են Մոսկվայում նրա հովանավորների հետ, սոցիալական մեդիայում տարածվել է Մեհդիևին վերագրվող հայտարարություն, ըստ որի լսելով Հեյդար Ալիևի մահվան լուրը, Իլհամ Ալիևը մտադիր է եղել փախչել արտերկիր, խուսափելով վրեժխնդրությունից։ Ես եմ նրան նախագահ դարձրել, այդպես նա վարձահատույց լինելում, ասել է Մեհդիևը։ Շատ հավանական է, որ տեղեկատվական այս արտահոսքն ավելի խորքային իմաստ ունի։ Իլհամ Ալիևը չէր կարող փոխարինել հորը, եթե չունենար Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի անվերապահ աջակցությունը։ Այդ իրողությունը չհրապարակայնացնելու Ադրբեջանում սուր ներքաղաքական ճգնաժամ չսադրելու դիմաց Մոսկվան Ալիևից կպահանջի Վաշինգտոնյան համաձայնություններից նահանջել։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը ֆեյսբուքյան գրառում է կատարել եւ տնային կալանքի ենթարկված Ռամիզ Մեհդիևին մեղադրել ստախոսության մեջ, որքանով հասկացվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն ակնարկել է, որ 2003 թվականին Իլհամ Ալիևն իշխանության է եկել կեղծարարության ճանապարհով։ Այդ խնդիրը հաճախակի բարձրացնում են Եվրոպայում ադրբեջանական վտարանդության ներկայացուցիչները։ Բանն այն է, որ 2003 ապրիլի 21-ին Ջամշիդ Նայչևանսկու անվան ռազմական ուսումնարանի հիմնադրման 30-ամյակի առիթ հանդիսավոր նիստի ելույթի ժամանակ Հեյդար Ալիևը կորցրել է գիտակցությունը եւ այդուհետեւ հանրությունը նրան կենդանի չի տեսել։ Նույն օրը նա տեղափոխվել է Թուրքիա, այնուհետև ԱՄՆ-ն, որտեղ էլ ըստ պաշտոնական վարկածի մահացել է դեկտեմբերի 12-ին, հուլիսի 8-ին Հեյդար եւ Իլհամ Ալիևներն առաջադրվել են Ադրբեջանի նախագահի թեկնածուներ։ Այդ շրջանում Իլհամ Ալիևը Միլլի Մեջլիսի պատգամավոր էր, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար։ Օգոստոսի 4-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ տարածվել է ժողովրդին ուղղված Հեյդար Ալիևի ուղերձը։ Նույն օրն Իլհամ Ալիևի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են, նա նշանակվել է Ադրբեջանի վարչապետ։ Ադրբեջանական ընդդիմությունը քաղաքական վտարանդիները պնդում են, որ վարչապետի պաշտոնում Իլհամ Ալիևը նշանակվել է սահմանադրության կոպիտ խախտմամբ։ Ադրբեջանում վարչապետը նշանակվում է Միլլի Մեջլիսի որոշմամբ, իսկ թեկնածուին ներկայացնում է նախագահը։ Իլհամ Ալիևի թեկնածությունը, ինչպես ընդդիմությունն է շարունակաբար պնդում, Միլլի Մեջլիսի կողմից չի հաստատվել։ Ընդդիմությունը կասկածում է նաև Իլհամ Ալիևին վարչապետ նշանակելու մասին Հեյդար Ալիևի հրամանագրի իսկությանը եւ հիմնավորում, որ նա Գյուլհանե ռազմական հոսպիտալում մահացել է մայիսի 14-ին։ Ռամիզ Մեհդիևն այդ շրջանում նույնպես նախագահի աշխատակազմի ղեկավար էր եւ թերևս պալատական խարդավանքներից ամենաիրազեկվածն է։ Սոցիալական մեդիայում նրա անունից գրառում է տարածվել, որտեղ Մեհդիևը տասնյակ նախկին եւ ներկա պաշտոնյաների ու պատգամավորների սպառնում է, որ կհրապարակի նրանց իսկական դեմքը բացահայտող տեսաձայնագրություններ։ Արդյոք այդ ակնարկը չի հասցեագրված նաև Իլհամ Ալիևին, եւ ինչ կլինի, եթե բացահայտվի, որ նա իրոք իշխանության է եկել իրավական զեղծարարության ճանապարհով։